Զրուցում ենք տնտեսագետ ՀԱԵՔՎ նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանի հետ։ Պարոն Կամենդատյան, Հայաստանի եւ Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ առանց վերաձևակերպումների առևտուրը արդեն դարձել է հնարավոր։ Դրա մասին երեք կարծես թե Արարատ Միրզոյանն էր շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին, այսօր էլ արդեն պաշտոնապես իմացանք։ Իշխանությունները փորձում են դա շատ գունավոր կերպով մեզ ներկայացնել, իսկ ինչ է դրա տակ իրականում թաքնված, դրանից հիմա մենք օգուտ ենք ունենալու, թե հակառակը։ Դա աննշան բան է, դա բյուջետային եկամուտների ծավալի վրա չեն ազդելու, որովհետև այդ ապրանքները, որ պիտի բերեին, չէ, իբր թե այդ բոլոր ապրանքները Վրաստանի միջոցով միջնորդավորված կերպով գալիս էին, ու նշանակալի ընդհանրենք հավելավճարը չկար, 8-10% խնդիր ընդհանրը, իսկ այդ երկու բաները, այդ երկու տրունադայի մասնակիցները, այդ իբր թե եկավ մեկ շրջած, հետո կասեմ չեմ ասի, ոչ մի բան չի, շարքային մաքսային ձևակերպումների մեր ընդհանրը հարցը մի մեծ պատմություն սարքեցին, որ իբր թե անտեղած մարդիկ չոլերում կամ անկառներում նստած մտածեն այն մարդու ինչ մեծ գործ արեցին ոտքի վրա այս երկու հանճարները էլ առանցայի։ Պարոն Կամենդատյան, այդ դեպքում այս չնչին բանը այդքան ճոխ գունավոր ներկայացնելու իմաստը որն է։ Հաշվար տանենք ապրանքային, չէ, ընդհանրենք տեքստիլի վրա։ Թուրքական տեքստիլը Վրաստանում գալիս էր, այն հայ գործարարներ են բերում, Վրաստանում պարզապես սպասում են միջնորդ կազմակերպություն, այդ տարբերությունը մեր 8-10%։ Հիմա այդ 8-10%-ի պարագայում դրա 20%-ը կարա ընդհանրենք մաքսային մաքսը զերծման արդյունք ընդհանրենք ապա պետական բյուջեում մուտքեր ապահովի, ճիշտ է։ Հիմա դա եկեք հաշվեք, այդ 10%-ի 20%-ը եթե հաշվարկենք, չէ, անելիա սոցիալպես 10 բաժանած 20-ի 2%։ Հիմա 2%-ը օրինակ 10,000 դրամանոց ապրանքի մեջ չէ, 2%-ը անելիա 200 դրամ։ Դա շատ է թե քիչ է։ Իհարկե զրոյական բան է դա, ոչ մի բան չի։ Պարոն Կամենդատյան, ըստ էության կարծես թե օրինակ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վատթարացման ֆոնին այս իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, նաև տնտեսական մասով Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավացնել։ Առհասարակ Թուրքիան իր էժան ապրանքով ինչ է տալու մեզ, սովորական հայ սպառողին, հայ առևտրականին, հայ արտադրողին։ Այդ ձևակերպումը խնդրի չէ, որ սովորական քաղաքացուն չէ տալի, դա սխալ է։ Դա սխալ է, որովհետև սովորական քաղաքացին ազգի կամ պետության շահերին ժամանակ հակադիր դիրքորոշումներ ունենում իր օպեկայի ընդհանրենք շահերից ելնելով։ Դա շատ սխալ է։ Իսկ Թուրքիան ինչ անում։ Թուրքիան անում է այն, ինչ որ թուրքերը միշտ արել են։ Ապուկ բարդ, հետո այդ քնած մարդուն խեղդում են կամ դանակահարում են կամ կացնահարում են։ Հիմա թուրքական տեքստիլը եթե ուժեղանում է, դա չի նշանակում, որ հայկական տեքստիլն էլ է ուժեղանալու։ Հայկական տեքստիլը ոչինչ անալու, որտեղ հայկական տեքստիլ արտադրողը պետությունից դոտացիաներ չի ստանում։ Իսկ թուրքական կողմը մեր ստանում է, եւ դա թուրքական ապրանք արտահանման իմաստով դարձնում է մեր համար ջեր վտանգավոր երևույթ։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։